Հիմա ԱՄՆ-ն արդեն փառք Աստծո տալիս է եւ F-16-երը եւ ատակամսները եւ արդեն ուկրաինացիները ասում են մենք Պուտինի ընտրությունները հարամելու ենք։ Այսինքն սպասենք մարտին։ Հիմա սպասենք մարտի 17-ին ժամը 5:30, հա, ժամկետ ես ասում, ժամ ես ասում, սպասենք մոտակա ամիսների փոթորկալից զարգացումներին։ Դա կարա լինի հենց նոր տարուց հետո հունվարին, դա կարա լինի փետրվարին, բայց որ լինելու է միանշանակ է, որովհետև ուկրաինական բանակը ստացել է խաղը փոխող, այն ամերիկացիները ասած game changer զենքեր, նրանք լի են վճռականությամբ ճեղքում կատարել ճակատում, այսօր ես լսում էի Լեգիոն Սվաբոդնայա Ռոսիա Ցեզար Մականունով մարտիկին ղեկավարին այդ լեգիոնը, որը Բելգրադ էր մտնում, հիշում եք, ռեյդեր էին անում։ Նա ասեց, որ մենք հազարավոր մարտիկներ ունենք արդեն եւ մենք պատրաստվում ենք արշավով գնալ Մոսկվա։ Այսինքն կամ կլինի ճակատում ճեղքում, կամ կլինի այդ լեգիոնի արշավը դեպի Մոսկվա, կամ կլինի պալատական հեղաշրջում, դրան կգումարվի տնտեսական կոլապսը, դրան կգումարվի ծանր սոցիալ-դեմոգրաֆիական վիճակը, դրան կգումարվի արդեն պատերազմից դժգոհող մայրերի կանանց բողոքները, որոնց ամուսինները ամիսներով, տարիներով դեմոբիլիզացիա չեն ենթարկում, բոլորը իրար հետ կհանգեցնի այն ռուսական սմուտային, որի մասին Վահե Գասպարյանը մեռավ խոսալ։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։